Թրիփի վերաբերյալ քննարկումները չեն դադարում։ Այդ առումով նաև ինձ ուղղված քննադատությունների կոնտեքստով ուղղակի հարց ունեմ, հարց եմ ուղղում փոխանցեք Փաշինյանին եւ Արարատ Միրզոյանին, թե ինչ են նրանք քննարկում Ալիևի հետ առհասարակ հանդիպումներում, այդպես ջերմ մթնոլորտում։ Ես հորդորում եմ հարցնել, թե ինչպես է KGB-ի ագենտ իր հորը, Իլհամ Ալիևի հորը Հեյդար Ալիևին հաջողվել 1994 թվականին խայտարակ պարտությունից հետո Արցախում տարածքային զգալի զիջումներից իրենց պատկերացմամբ հաջողվել կնքել դարի պայմանագիրը Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի հետ, որտեղ Ադրբեջանը պահպանում էր նավթագազային ոլորտում շահաբաժնի 80%-ը, ինչպես դա նրան հաջողվեց KGB-ի ագենտ Հեյդար Ալիևին։ Ինչպես հաջողվեց այնպիսի պայմաններ թելադրել, որ դա լինի ոչ թե Հայաստանի նման 100 տարով, այլ 30 տարով, որից հետո բոլոր ներդրումները դառնում էին ադրբեջանական սեփականություն։ Պատերազմում խայտարակ պարտված երկրին, ինչպես դա հաջողվեց Հեյդար Ալիևին։ Թուրքերի ադրբեջանցիների հետ այդպես ջերմ շփվում եք, գոնե նրանցից սովորեք, թե ինչպես են նրանք պաշտպանում իրենց ազգային պետական շահերը, ոչ թե մենակ գնացեք գլուխ ծռեք եւ շնորհակալություն հայտնեք, որ մեզ չեն շարունակել սպանել։ Հետևաբար, ես թրիփի վերաբերյալ նաև իմ տեսանյութերում քննադատություններին հերթով կանրադառնամ, սիրելի բարեկամներ, հիմնավորելով, որ դա իրականում ինքնիշխանության սահմանափակում է։ Փաշինյանն ու Միրզոյանը ազգային ժողովում այսօր կրկին սկսեցին դասեր տալ, որ քանի անգամ է փաստաթղթում գրված ինքնիշխանություն կարդացեք, որ դուք եք հանձնել Հայաստանի ինքնիշխանություն եւ այսպես շարունակ։ Փաստաթղթերում շատ բան է գրված, նոյեմբերի 9-ի փաստաթղթերում էլ այդ մասին խոսեցինք, շատ բաներ գրված եւ դուք տեղ չեք կայնել։ Դուք տեղ չեք կանգնում նաեւ Հայաստանի սահմանադրությանն ու անկախության հռչակագրին, որի վրա շատ բան է գրած։ Եվ փաստորեն դուք ոչ միայն կարդալ չգիտեք, ինչպես ասում էր Ռուբեն Ռուբինյանը, սևով սպիտակի վրա, այնպես լսել էլ չգիտեք։ Այսօր Փաշինյանը ասում է, որ Ադրբեջանում հռետորաբանություն է փոխվել, խաղաղասիրական։ Դրսում Ալիևը միշտ է խաղաղասիրական խոսել, բայց երկրի ներսում ընդամենը օրեր առաջ նա եւ նրա իշխանությունը շնորհանդես արեց Արեմտյան Ադրբեջանի կայքի։ Սկսել են գինի արտահանել, որտեղ Սևանա Գյոյչա է գրած, Բասար Գեչար անունով, Վարդենիսի անվանումով, քարտեզով, Սևանալճով նման բաներ են անում։ Արեմտյան Ադրբեջան խոսույթը չի վերացել, այսինքն դուք ինչն եք, լսելու հետ խնդիր ունեք։ Ադրբեջանում շարունակվում է Հայաստանը համարվել Արեմտյան Ադրբեջան։ Թրիփի հետ կապված Ալիևը ասաց, որ Նախիջևանը, Արևելյան Զանգեզուրի բառերով, Ղարաբաղը դառնալու է մի տարածաշրջան։ Դա այն ծրագիրն է, որոնք նրանք իրականացնում են եւ հետուկ չեն ուզում, որպեսզի դա անցնի Հայաստանի տարածքով, այլ հարավով Իրանի հետ սահմանագծով, որպեսզի հետագայում հավանական կոնֆլիկտի վերստեղծման դեպքում նրանք կարողանան ամբողջությամբ վերցնել այդ ենթակառուցվածքները Հայաստանին ուղղակի մեջ առնել։ Դա հեռահար աշխարհակաղակական նպատակ է։ 70 տարի Խորհրդային Միության կազմում կրկին երգում էին խաղաղություն, բայց այդ ամբողջ 70 տարվա ընթացքում Ադրբեջանի խորհրդային եղբայրական հանրապետությունների իշխանությունները Հայաստանից տարածքներ էին վերցնում վարչատարածքային տարբեր փոփոխություններով եւ Արցվաշենը, որը կպած էր Հայաստանին, դարձավ անկլավ, չգիտես ինչու։ Անկլավներ վերցրեցին Հայաստանի տարածքից։ Վարդենիսի հատվածում, Քարվաճարի այդ հատվածում, Սյունիքի, Վայոց ձորի տարածքներով մխրճվեցին։ Եվ եթե դուք նայեք քարտեզին կտեսնեք, այդ բոլորը խորհրդային խաղաղասիրության, եղբայրության, համերաշխության մթնոլորտում էր արվում։ Իսկ թրիփի վերաբերյալ խոսենք փաստերով բոլոր քննադատություններին։ Առաջին, ինքնիշխանության սահմանափակում է դա ինչու։ Իրավունքի մեջ գոյություն ունի սերվիտուտ հասկացություն եւ գոյություն ունի free transit հասկացություն։ Երբ պետությունը իր ինքնիշխանությունը չի զիջում, երրորդ երկրների արչեւ 50 տարով, 100 տարով պարտավորություններ չի վերցնում անխոչնդոտ ճանապարհ ապահովելու, այլ ազատ առևտուր է իրականացնում, դա կոչվում է free transit։ Հենց այդպես էլ ձևակերպվում է։ Իսկ թրիփում գրվում է անխոչնդոտ ճանապարհ հաղորդակցություն, unimpeded։ Դա մոտ է սերվիտուտ հասկացությանը, դա գիտեք որն է։ Կարող եք ինքներդ փնտրել, որը ենթադրում է ինքնիշխանության սահմանափակում լիազորությունների արտապատվիրակում։ Երբ հարևանը քո հողատարածքից պետք է անցնի մեկ այլ տեղ, բայց չունի այլ հնարավորություն բացի քո հողատարածքը, այսինքն սահմանափակված է դրանով։ Նա կարող է դիմել դատարան, դատական կարգով կամ փոխադարձ պայմանավորվածությամբ, սերվիտուտային իրավունք է ստանում, չկորցնելով ինքդ քո սեփականության իրավունքը, միաժամանակ նրան տալիս ես իրավունք քո տարածքից անխոչնդոտ օգտվելու, երբ ուզի ոնց ուզի գնալ գալու։ Դա կոչվում է ինքնիշխանության սահմանափակում լիազորությունների արտապատվիրակում, բայց անվանապես սեփականության իրավունքը քոնն է։ Հետևաբար,
Երբ ես ինքս ընդունել եմ հաղորդման մեջ խոսեցի, կարդում ենք Թրիփի վերաբերյալ այդ նախնական հայտարարությունը, որը դեռևս Փարքաստու իրավական պարտավորություններ չի առաջացնում եւ նորմալ բանակցողը նորմալ փաստաթուղթ պետք է բերի, որտեղ Հայաստանի փայաբաժինը պետք է լինի 50+1%, որտեղ ԱՄՆ-ի արչև Հայաստանը երրորդ պետությունների համար պարտավորություն չպետք է ստանձնի, այն էլ 50-100 տարով, խոսքը անխոչնդոտ ճանապարհ ապահովելու մասին է։ ԱՄՆ-ի հետ պետք է բանակցել նոր փաստաթուղթ, այսինքն մենք ԱՄՆ-ին չենք բոյկոտում, մենք ԱՄՆ-ին հրավիրում ենք որպես մեր համար ցանկալի աշխարհաքաղաքական գործընկեր, ներդրումներ անելու եւ իր համար ավելի լավ պայմաններ առաջարկելով։ Քան այս խայտարակ փաստաթուղթն է, որը կոնֆլիկտոգեն է, որովհետեւ Հայաստանը տնտեսապես եւ իրավաբանորեն գտնում է ամբողջությամբ ռուսական ազդեցության գոտում եւ չեմ կարծում ամերիկացիք այնքան միամիտ են, որ կբերեն լուրջ ներդրումներ կանեն այնտեղ, որտեղ Ռուսաստանի հետ ունեն պատժամիջոցների պատերազմ եւ հակամարտություն։ Հետեւաբար, այստեղ Հայաստանը փաստորեն այս իշխանությունը վերածել է շահերի բախման թաթերաբեմի եւ առանց ԱՄՆ-ի հետ իսկապես աշխատող պայմանագրի անհնար է ԱՄՆ-ն այստեղ ներդրումներ անի։ Հետեւաբար դեռևս պայմանագիր չեն էլ ստորագրել, սա նախնական համաձայնությունները։ Սա պետք է լինի։ ԱՄՆ-ն ոչ թե պետք է գա ապահովի Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև կապը եւ այնտեղ երկաթուղի սարքելով 100 տարով դա կառավարի, որը նվաստացուցիչ պայմաններ է Հայաստանի համար։ Թե ինչու, ասում եմ, գնացեք եւ Իլհամ Ալիևին հարցրեք, թե ինչպես է նրա հորը հաջողվել 80% փայաբաժին ապահովել։ Թուրքերից սովորեք իրենց երկիրը պաշտպանել, իրենց երկրի շահերը առաջ տանել։ ԱՄՆ-ին պետք է առաջարկվի հետևյալը, որ Հայաստանը չպետք է անխոչնդոտ կապ ապահովելու պարտավորություն ունենա որևէ երրորդ երկրի հանդեպ, կլինի Ադրբեջան թե որևէ մեկը։ Հայաստանը առաջարկում է ԱՄՆ-ին ապահովել ազատ տրանզիտ, free transit է կոչվում, հաղորդակցություն տարածաշրջանում իր ինքնիշխանության ներքո, առանց սերվիտուտային տրամաբանության։ Թող գա կառուցի Հայաստանի հատվածում այդ ենթակառուցվածքները, որպեսզի Հայաստանը ունենա 50+1% փայաբաժին։ Եթե այստեղ կա ներդրումային փողի հետ կապված խնդիր, առաջարկել ԱՄՆ-ին այլ արտոնյալ պայմաններ։ Օրինակ, ինչպես գույք պարքի դիմաց այդպես թմկահարում եք, եւ շատ տագիտություն է գույք պարքի դիմացը համատել սրա հետ, որտեղ գույք պարքի դիմացով դուք երկրի հողի եւ ինքնիշխանության սահմանափակման խնդիրներ առաջ չեն գալիս, որ դուք պարտավորվեք երրորդ երկրի հանդեպ ինչ-որ կապ ապահովել։ Համեմատությունը տգիտություն է եւ հիմարություն։ Բայց անգամ այդ դեպքում, որը ես ինքս ասել եմ, գլուխները պատին էին տվել, կարող են ռուսները այդ այլ կերպ պայմանավորվել, պահպանելով գոնե 50% փայաբաժին ավել։ Ամեն դեպքում, եթե կա ներդրումների փողի խնդիր, ԱՄՆ-ին առաջարկել այլ կարևոր ոլորտներում արտոնյալ համագործակցություն, տնտեսական, որպեսզի ԱՄՆ-ի ներդրումները շահագրգռվածությունը Հայաստանում լինի լայն, այլ ոչ թե միայն Ադրբեջան-Նախիջևան կապը։ Դա կհամարեմ հայ-ամերիկյան համագործակցության ավելի լայն խորացում։ Այդ համագործակցությունը ներդրումային կարող է լինել IT ոլորտում, կարող է լինել արդյունաբերության մեջ, գյուղատնտեսության մեջ, էներգետիկայի մեջ։ Մենք այսօր էներգետիկ առումով կախվածություն ունենք, թող ԱՄՆ-ն գա մեզ ազատի այդ կախվածությունից, եթե շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները տնտեսական խորացնելու, այլ ոչ թե գա միայն Ադրբեջանից Նախիջևան կապ ապահովի։ Այսինքն ապահովելով այստեղ մեր ինքնիշխանությունն ու որոշումների վրա 50+1% ազդեցություն ունենալը նաև փայաբաժին է Արցախում այդքան կորուստների զրկանքներից եւ ստորացումներից հետո միաժամանակ հրաժարվել սերվիտուտային պարտավորություններից Ադրբեջանի նկատմամբ, որի հեռահար նպատակն է Հայաստանի հարավը հետագայում պոկել եւ Հայաստանի լիովին շրջափակման մեջ վերցնել հնարավոր նոր կոնֆլիկտներով։ Այն ինչ այսօր բանակցել են Փաշինյանենք, Հայաստանի համար ստեղծում է նոր կոնֆլիկտ շահերի բախում, որը վտանգավոր է Իրանի համար։ Հիմա դուք կարող եք Իրանի մտահոգությունները հանգստացնել, ասելով, որ մենք ունենք 50+1% փայաբաժին եւ չունենք սերվիտուտային զիջված իրավունքներ հարևան երկրներին։ Իրանը կհանգստանա, բայց այս պայմաններով Իրանը, ես լինեմ իրանցիների տեղը, Հայաստանին չեմ վստահի, որովհետեւ ամբողջությամբ օտար հսկողություն եւ օտար ազդեցություն է հաստատվում հայ-իրանական սահմանին։ Դա մեկ Իրանի մտահոգությունները փարատել։ Ռուսաստանի հետ ապագա կոնֆլիկտների համար բացառել շահերի բախում։ Ռուսաստանին առաջարկել ուզում ես Հայաստանի հետ բարեկամությունը պահպանել, եթե այդպեսին մնացել է շարունակել, ուրեմն նույն սկզբունքով եկեք համագործակցենք եւ վերացնենք այն խնդիրները, որոնք Հայաստանին թույլատնում են։ Կատարեք ներդրումներ, որը պարտավորվել եք անել, չեք կատարում, բարի եղեք կիսել
դա կամ վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը, կիսել դա օրինակ ամերիկացիների, եվրոպացիների հետ։ Այսինքն, սովորեք ադրբեջանցիներից, թե ինչպես են պաշտպանում իրենց ինքնիշխանությունն ու տնտեսական շահերը։ Ընդհանրապես դա եմ հորդորում։ Տեսեք, ճշնամական խոսք չկա։ Իսկ ինչ վերաբերում է, որ Ադրբեջանում հռետորաբանությունը փոխվել, պետք չէ խաբել սեփական ժողովրդին դատարկաբանություններով, այնտեղ ոչ մի հռետորաբանություն էլ չի փոխվել եւ իրենց մեծապետական Հայաստանը զավթելու ծրագրերից նրանք երբեք չեն հրաժարվել։ Նաև հռետորաբանության մակարդակում Դավոսում կամ այլտեղ Ալիևը կարող է հեքիաթներ, լոլոներ պատմել, որ դուք էլ գաք մեր ժողովրդին խաբեք այդ լոլոներով, բայց իրենց երկրի ներսում ատելությունը եւ թշնամանքը արյան գենի մեջ է մտած եւ նրանք ընդհանրապես մտադիրել չեն դրանից հրաժարվել։ Հետևաբար ֆիքսեցինք, սիրելի բարեկամներ, ես Ամերիկայի դեմ չեմ խոսում, հակառակը առաջարկում եմ ավելի սերտ, լայն համագործակցություն արժանապատիվ, փոխադարձ, համարժեք պայմաններով։ Բայց ես հույս չունեմ, որ սրանք այս իշխանությունները կարող են դա անել, որովհետև արդեն կզել են։ Պետք է նոր իշխանություն ձևավորվի եւ նոր իշխանությունը պայմանագրերի միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիայի կետերին համաձայն, որ Հայաստանին պարտադրվել է 50-100 տարով անհամարժեք պարտավորություն, որը վերածվում է ինչ-որ գաղութային պարտականությունների կատարման անընդունելի է Վիեննայի կոնվենցիայով միջազգային պայմանագրերի մասին հանդեղ համապատասխան սկզբունքներ կան, կարելի է վերանայել ցանկացած պայմանավորվածություն։ Երկրորդ, հրաժարվել երրորդ երկրի առջև պարտավորություններ ունենալ գերտերությունների հետ։ Հայ-ամերիկյան հարաբերությունները, դրանք հայ-ամերիկյան հարաբերություններ են, Ադրբեջանը այդտեղ անելիք չունի։ Անխոչնդոտ կապ ապահովելու պարտավորությունից պետք է հրաժարվել։ Եթե դա անհնար է, ուրեմն Ադրբեջանը պետք է վերադարձնի Լաչինի միջանցքով Հայաստանի եւ Արցախի միջև անխոչնդոտ կապը այնտեղ արցախցիների ինքնավար կարգավիճակով։ Եթե ոչ, ուրեմն Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապի մասին որևէ իրավական պարտավորություն չպետք է լինի։ Երկրորդ, 50+1% փայաբաժնով ԱՄՆ-ի հետ վերանայել պայմանները, եթե փողի խնդիրը, եթե ԱՄՆ-ն համաձայն չէ, իրեն շահեկան չէ, առաջարկել ԱՄՆ-ին համագործակցության այլ ոլորտներ, այլ հնարավորություններ, որպեսզի նա ներդրում անելուց եւ օգուտը տեսնի եւ շահագրգռված լինի Հայաստանի հետ համապարփակ տնտեսական համագործակցության, այլ ոչ թե գա եւ ապահովի ադրբեջանցիների եւ թուրքերի քմահաճույքները։ Եվ երրորդ, բոլոր միջազգային գործընկերների հետ կլինի Ռուսաստան, ԱՄՆ, Եվրամիություն լինել ազնիվ, առաջարկել փոխշահավետ համագործակցություն եւ ոչ թե բերել շահերի բախման, այլ շահերի ներդաշնակեցման, ինչպես դա ստացվել է Ադրբեջանի մոտ եւ դա անհնար չէ։ Սա կլինի ինքնիշխանությանը միտված քաղաքականություն եւ սա կլինի ազնիվ սեփական ժողովրդի հետ եւ կբերի բարեկեցություն, խաղաղություն տարածաշրջանին։ Մնացածը Հայաստանի վասալացում է, գաղութացում է, ստորացում է ապագա կոնֆլիկտներով, ապագա հակամարտություններով, որը լինելու է անխուսափելի, երբ Ամերիկան թուլանա այս տարածաշրջանում, Ռուսաստանը թուլանա եւ Հայաստանը կրկին սկսի լացել, որ իր դաշնակիցները իրեն չթողեցին եւ նման լալա լուլուներ։ Հայաստանը պետք է իրեն իրավաբանորեն երաշխավորի կոնֆլիկտներից, այլ ոչ թե մտնի նոր հնարավոր կոնֆլիկտների մեջ։ Սա է սկզբունքը եւ սրա դեմ ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ ընդդիմությունը, ոչ որևէ մեկը առարկել չի կարող, որովհետև ազգային պետական շահը դա է պահանջում։